Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում մեր երկրի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը նոյեմբերի 28-ին կքննարկվի ազգային ժողովի արտահերթ նիստում։ Գլխադասային հանձնաժողովում արտաքին գործերի փոխնախարարը ներկայացրեց, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Եվրամիության միջև գործընկերության օրակարգը համալրվել է անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ։ Հայաստանի մասնակցությունը Եվրոպական միության առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատման եւ կամ խորացմանը, ինչը կդյուրինացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում։ Համաձայնագիրը Եվրոպական միության հետ կդառնա այն իրավական շրջանակը, որը կկամակարգի այդ համագործակցությունը։ Հայաստանի կողմից ԵՄ ճգնաժամային կառավարման քաղաքացիական գործողության համար գործուված անձնակազմի, ինչպես նաև ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության համար տրամադրված անձնակազմի եւ ուժերի կարգավիճակի հարցերը Հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին հետաքրքրում էր, թե ինչու ոչ թե հերթական, այլ արտահերթ նիստում է քննարկվելու այս հարցը։ Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը եւ թե Եվրամիության մեր գործընկերները, գործադիրի, թե Հայաստանի Հանրապետության գործադիրի մեր գործընկերները մեզ խնդրել էին, եթե հնարավոր է, համաձայնագիրը քննարկել եւ համապատասխան որոշում կայացնել մինչեւ այդ նիստը, այսինքն մինչեւ դեկտեմբերի 2-ը։ Արմեն Գևորգյանին հետաքրքրում էր, թե ինչպիսի ճգնաժամերի կառավարմանը պետք է մասնակցություն ցուցաբերի Հայաստանը, ռազմական մասնակցությունը ինչ է ենթադրում եւ անվտանգային ինչ երաշխիքներ են տրվում։ Որպես օրինակ, շատ տեսանելի օրինակ, կարող եմ բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործողությունները այստեղ Հայաստանում շատ լավ օրինակ է, ինչ է նշանակում ճգնաժամային կառավարումը, բայց ինչպես նշեցի, դա ներառում է տարբեր ոլորտներ, այսինքն չնայած իրավասու մարմինը ԱԳՆ-ն է այս դեպքում, բայց առանձին գործողությունների քննարկման դեպքում կարող են ներգրավել այլ մարմիններ, օրինակ եւ Պաշտպանության նախարարությունը եւ ներքին գործերի նախարարությունը, ասենք նույն աղետների կառավարման կոմպոնենտով, այդ ռազմական կոմպոնենտը ինչին է առնչվում, այսինքն որովհետեւ բոլորս դրան ենք ուզում հասկանանք, դա ենք ուզում հասկանանք, ինչ է նշանակում ռազմական կոմպոնենտ եւ կուզենայի նաեւ օրինակ բերեք այսօր ԵՄ-ն այդ ռազմական կոմպոնենտով ինչ միսիաներ է իրականացնում աշխարհում, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այդ միսիաների շրջանակներում տարբեր երկրներում են տեղակայված ԵՄ միսիաները, Աֆրիկայում կա այդպիսի միսիա, Կոսովոն օրինակ ԵՄ-ում, որը Ռաֆան, այսինքն օրինակները բազմաթիվ են։ Սաֆարյանը ներկայացրեց, որ յուրաքանչյուր առաքելության դեպքում առանձին է կնքվելու համաձայնագիրը։ Դրանց շրջանակը քննարկելուց հետո ընդդիմությունը դժգոհ մնաց պատասխանից, լքեց դահլիճը։ Համաձայնագրում նշվում է, որ Հայաստանն է կատարում իր մասնակցության հետ կապված ծախսերը, հարց բարձրացրեց Սոնա Ղազարյանը։ Ամսի 2-ին բյուջեն են քվեարկելու։ Եվ իհարկե անկախատեսելի է, չէ՞, օրինակ հաջորդ տարի ԵՄ-ն մեզ դիմելու է որևէ կլինի քաղաքացիական, դիտորդական առաքելություն ռազմական մաս լինելու։ Հիմա այս բյուջեի պլանավորման հարցում ո՞նց ենք մենք առաջնորդվում։ Նախ ոչ բոլոր ծախսերն է Հայաստանը հոգում, այստեղ ընթացիկ ծախսերը ԵՄ կողմի վրա է եւ ընդհանրապես ԵՄ-ն կարող է որոշ դեպքերում որոշում կայացնի ընդհանրապես ազատել Հայաստանի ծախսերից, եթե հատուկ ներդրում կա Հայաստանի կողմից կոնկրետ առաքելության դեպքում։ Քվեարկությունից առաջ հանձնաժողովի նախագահը դարձյալ անդրադարձավ ռազմական կոմպոնենտին։ Երբ որ մեզ էր պետք օգնություն, հետպետությունները իրենց ծախսով եկել են եւ օգնում են մեզ, չէ, արդեն 3-րդ տարին, 4-րդ տարին արդեն լրանում Եվրամիության դիտորդական առաքելության։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում մեր խնդրանքով, մեր պետության տարածքում տեղակայված առաքելության վրա ու կարծեմ մեր ժամանակ նման հարցեր չէին ծագում, թե վայ ոնց կլինի, բա ռիսկը, այո, ընդհանրապես կյանքը ռիսկ է, ռազմական լինի քաղաքացիական, ինչի հետ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ տեղակայվել է այստեղ, ռիսկի տակ չի տեղակայվել, ընդ որում անզեն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։